Հասարակության նախագահ, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Լեոնիդ Բագրատյանն շնորհակալություն բանվորության հրավերությունների համար։ Պարոն Բագրատյանի հետ այսօր խոսենք հարկային օրենսգրքից, հայ-ռուսական հարաբերություններից, ինչպես նաև տնտեսական ներկա իրավիճակի մասին։ Պարոն Բագրատյան, երևի թե խոսենք քննարկումների առնչված հարկային օրենսգրքի մասին, որը առաջին ընթացքում Շատ լավ, բայց իսկ կարծիքս արտահայտել եք, դուք ինչ սպეციფიկ ինչ նկատի ունեք հարկային օրենսգրքից։ Ինչ է ձեզ հետաքրքիր, լրագրողներն ինչ է հետաքրքրում այդ օրենսգրքից։ Ձեր կարծիք։ Դե գիտեմ, որ բոլորդ կարդացել եք դա հարկային օրենսգիրքը, ինչն է ձեզ հետաքրքրում։ Ձեր կարծիք Որ ասացիք բոլորդ կարդացել եք, հումորը հասկանալի կտվան։ Ես չեմ կարդացել։ Կարդա, շատ հետաքրքիր, գեղարվեստական գրքի պես կարդացում։ Ինչ է։ Իրականում ոնց ասում են միջին խաղը վերանալու է, այսպես ասած, ինչպես կարծիքների Գիտեք, շատ ընդլայնված արտահայտվել է 120 դիտողություն, դիտողությունները հիմնականում այսպես է, հիմնական դիտողությունները փորձ են խմբագրել մի փաստաթղթի վերաբերյալ, որը հազվագյուտ հայտնում։ Սա երկրորդ մեծ փաստաթուղթն է հայ պարլամենտի պատմության մեջ քաղաքացիական օրենսգրքից հետո։ Սա երկրորդ մեծ փաստաթուղթն է 770 284 հոդված ուրեմն ինչն է առաջին և հիմնական դիտողությունը եթե մենք ընդունում ենք օրենսգիր պետք է հասկանանք որ մեզ պարզ է տնտեսության զարգացման հորիզոնը մենք գիտենք 15 տարի հետո ինչ ձևի տնտեսություն է լինում և հետագայում որ հարկային համակարգն է այդ ձևի տնտեսությանը ճիշտ Բախտաբար այդ հարցը ուզված չի կարողացնում չունի 15 տարի հետո տնտեսությունը ինչ տեսք ունենա որևէ տեսք։ Եվ ուրեմն այստեղից վաղ ժամկետ է ընդհանրապես ձեռնամուխ լինել այդ դեպքում։ Այսինքն բոլոր փոփոխությունները, որոնք պետք է իսկային փոփոխությունները պետք է լինեն, կարելի է լարեն օրենքներ։ Այդ ոչ թե երկրորդ տնտեսության տարաբնակեցումը ոչ մեկին պարզ չէ։ Մի բան է ակնհայտ, որ դատելով Եվրոպական և Չինաստանի տնտեսական զարգացման միտումներից, եթե տեղի չունեն առաջիկայում ամբողջ տնտեսության հանձնումը փոքր միջինին, կրկնում եմ ամբողջը, մինչև 88%։ Հայաստանը չի կարող զարգանալ, հնարավոր չի խոշորով զարգացնել Հայաստանը։ Դրա վառ վկան է վերջին 3-4-5 տարիների փորձը, երբ որ երկիր եկավ 3 միլիարդ դոլարի փող, բայց հնան 3 ոչ թե 3 միլիարդով է ճարճեցար, պակասից։ Հնարավոր չի խոշոր օպերատորը, ասենք մենք խոշոր օպերատորներն են, ջուր, գազ, էլեկտրաէներգիա, հնարավոր չի, որ խոշոր օպերատորը կրեատիվ ձևով զարգացնի։ Հնարավոր չի, որ խոշոր մի որևէ ֆիրմա, այսօր քանդում են այդ ֆիրմաները, TT զարգացնի, տեղեկատվական տեխնոլոգիա, Microsoft-ը, Apple-ը եւ այլն դրանք outsourcing արած ընկերություններ են։ Միայն անունը կա շապկան կա։ Միայն տանի։ Չինաստանի էքսպորտի 64% անում է փոքր միջին։ Իհարկե փոքր նրանց մոտ մինչև 300 հոգի ձեռնունից։ Ինչու՞։ Որովհետև այդ փոքր ընկերությունները չունեն մենեջմենտի, այսպես կոչված վերադիր ծախսեր, չունեն խաբեություն, իրանք իրանց մեջ չունեն կառուցում։ Շատ քիչ են իրար վերահսկելու։ Բացի դա, երկրորդ ամենակարևոր խնդիրը, որը ես հիմնավորել եմ գիտական աշխատություններում, միանալով այն տնտեսագետների խմբին, որ փոքր ու միջինի ծաղկումն ամբողջ աշխարհում կապված է նրանով, որ ոչ թե գերակշռում են աշխատանքի բաժանման միտումները, որը բնորոշ է արդյունաբերական զարգացմանը, այսպես կոչված manufacturing-ի, այլ բնորոշ են ինտեգրացիոն պրոցեսները, ոնց որ ինտեգրալ սխեմաներով հավաքում։ Սա չի հասկացվում, հանրապետության ղեկավարությունը սա չի, ոնց ձեզ ասում, չի ընկալում չունի։ Այս մոտեցումը, այս մեծամասնությամբ, այս մտածելակերպով, այս իշխանությամբ անպայման ձախողված է։ Սա տեսականորեն ու գործնականորեն սխալ մոտեցում։
միակ երկիրը, որ դեռևս մի քիչ տոն է տալիս խոշորին, Գերմանիան է։ Այն էլ արագորեն Mercedes-ը, BMW-ի նման ֆիրմաները, Philips-ը outsourcing են անում բոլոր ծառայությունները, պահելով շատ կան։ Եվ գերմանական տնտեսության զարգացման տեմպերի դանդաղացումը վերջին 10 տարում պայմանավորված է փոքր միջին առավոտը։ Հիմա Մերկելը արագորեն դա շփում է։ Այս տեսակետից հստակորեն է, որ հարկային օրենսգիրքը խոշորի համար ինչպես տուն է հարկել է, կոնկրետ, փոքր միջին համար բարձրացնում։ Այսինքն արվում է համաշխարհային զարգացման էվոլյուցիայի, տնտեսական էվոլյուցիայի պահանջին հակառակ քայլ։ Իսկ մենք ցավում ենք, որ այսպիսի խոսակցություն հնարավոր չէ իշխանության։ Հնարավոր չէ։ Գործընկեր դրի, իհարկե մենք չենք լուսահատվում եւ ելի պիտի գրավենք այս խոսակցությանը, ինքը ճիշտ հակառակն է անում, որ պիտի աներ օրենսգրքում։ Սա է, եթե բամբասանքները թողենք մի կողմ։ Մյուս բանները շատ տարօրինակ է, երբ որ մեկը ուղարկում է պատասխանատու, ասենք հարկային տեսչության պետը չի գալիս է նրա տեղակալը, եւ որ հարցին, որ ասում ես բարձրանում է, սկսում է երկար վրա բան պատասխանել, փորձել ցրել։ Այս ցրելը կամ այսպես ասած ֆրասնելը հարիր չէ կառավարությանը ժամանակակից կակարծող։ Մենք արդեն հոգնում ենք սրանից։ Հերիկը մեզ խափում, հերիկը ֆրասնել։ Այսինքն հանկարծ կարող ենք քեզ ասել, գիտեք, մենք խորհրդացել ենք էքսպերտներ, որ էքսպերտներ, հարկային տեսչության ինչ էքսպերտ կա, որ ես չեմ։ Որ էքսպերտներ։ Մենք էլ մեր էքսպերտներն ենք, տասնյակ ասպիրանտներ, որոնք շատ ավելի խելացի են եւ գրում են այդ բաները։ Եվ այսօր ինտերնետի դահաշրջանը երեխեքի դիսերտացիա են գրում հրաշալի իմանալով Չինաստանում ինչ է կատարվում, Ավստրալիայում ինչ է կատարվում, Նոր Զելանդիա, իդեպ Ավստրալիան ու Նոր Զելանդիա 29 տարի անընդհատ Ավստրալիան տնտեսական դրական աճում, բացառիկ ռեկորդ համաշխարհային տնտեսական պատմության մեջ։ Բացառապես փոքր միջին երկիր է, բացառապես։ Սա էական մյուս դիտողություն։ Մնացածը 124 դիտողություն ժողովուրդ, ես ես ասեմ, որ մեկն ասեմ, բոլորը կարևոր են, բոլորը կոնցեպտուալ են, ես նույնիսկ փոքր բաների ուշադրություն չեմ դարձնում։ Ստեղծում է օրենսգիր, որպեսզի 10-15 ընտանիք, տնտեսական ընտանիք, կառավարեն երկիրը հավերժ։ Որովհետև ես դրվում եմ, եթե ես խոշոր եմ դրվում եմ, ասենք խոշոր եմ, հարկը քիչ եմ զգալու վճարում, փոքր միջին եմ շատ եմ վճարում։ Խոսքերը փոքր միջինի խրախուսելու մասին, խորհուրդ կա, բան, բոլորը դատարկ բաներ են, բոլորը աչքակատեցին։ Ես հասկանում եմ, որ եթե այս փոքր միջինը չեղա, ոչինչ չի։ Ոչինչ չի։ Ուրիշ ինչ ասեմ ձեզ, այս օրենքից։ Սովորաբար հարկվում է այսպես, հարկման մեխանիզմը հստակ ունի ամբողջ Եվրոպայում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում ունի այս բանը։ Ես որ դեպ հետաքրքրություն խնդրում ես կպատմեմ զանգել են բան են խնդրում բացատրել, հիշացրեք ինձ ես ասել։ Սահմանում են փոքր միջինի չափը, սահմանում են համակարգ, երբ որ դու ազատ կարող ես ընտրել որն ես ուզում, եւ ինտեգրվում է։ Գիտեք, խոշորի, ասենք, ենթանք շեմ է տրվում, երկրներկա շեմ չեն տալիս, ասենք շեմ չեն տալի, ասենք Հնդկաստանը շեմ չտալիս, Հնդկաստանն էլ շատ լավ զարգանում փոքր միջինի շնորհիվ։ Ասենք շեմը 100 միլիոն, այսօր 115 է, ճիշտ է։ Առաջ խոշորի համար էլ ասում են առաջի 115 միլիոնը հարկվելուց ոնց է փոքր միջին հարկում, որպեսզի ինտեգրալ, ինչպես են ասում, հարմոնից խառնստացվի։ Դրանից հետո 115 միլիոնից հետո ասում եմ ես հարկման այնպեսի համակարգ եմ սահմանում, որ դրանից խոշորը ինքը մասշտաբի էֆեկտը պիտի զիջի, որտեղ խոշորը կա մասշտաբի էֆեկտ, ես շատ մասշտաբի էֆեկտը ես չեզոքացնում, այսինքն բարձր որ փող դրանից հետո խոշորը մի քիչ ավելի շատ են անում, հարգում չէ, հարգում։ Դե հիմա ես ինչ ասեմ, ժողովուրդ ջան, փորձեցինք, պայքարեցինք, կռվեցինք, ամեն ինչ արեցինք, որ սա հասկանանք։ Դուք այսպես ուզում է ինչպես կուտակային դեպքում ակնկալները սպասում են, որ հանրությունը Եթե մի առիթ լինի, մենք հիմա հենց հիմա ես կառավարության հետ, այսինքն դիտողություններ նայել եմ եւ առաջիկա քննարկումներ են լինելու։ Ահա, բայց ես չեմ կարող ասել, ասենք եթե մարդը 50 միլիարդ եկամուտ ունի, դու 2% ես անում։ 5 միլիոն ունի, 20% ես անում։ Այդ ճիշտ է։ Սա պետք է բացատրենք։ Այո, մենք քանդվենք եւ տեսնենք ինչի կասնենք, ես չգիտեմ ինչի կասնենք։ Բայց եթե վաղը
ժողովուրդը հելնի, կռի, մռի բանի բանան, շատ է ճիշտ կա։ Ես էլ իրենց կողքին կա, ասում ես ճիշտ կա։ Բա մենք ուրիշ ինչ շանս ունենք, եթե իմ ասած այս տրամաբանությանը հենց ես խոսում եմ, այս տրամաբանությանը չես պատասխանում, ելում ասում ես հերիքա Նոբելյան մրցանակի մտքեր արտահայտել բանում արած, ցինիկություն, դա պատասխան չէ։ Ցինիկ ոչ չեն գա։ Մենք եկել ենք բան ենք ասում, եկեք ասեք հակառակը սխալ ես դու։ Ունեք կրթություն ունեք այդքան, այդքան կրթական ցենց կա ասեք։ Եթե չէ, դա չէ։ Դա չէ, ձեր առանցի եք ասում իբր բան եք ասում, հումոր եք անում։ Եվ բնականաբար, այն հասարակ ժողովուրդը հենց հիմա գալիս են, հիմա վիճակը այդպես չի անում, ողջունում են, մտնում են, ասում են, եւ ասում ձեզ այս մակարդակով հասկանում են խնդրում։ Այս մակարդակով։ Իսկ ընդհանուր արտաքին տնտեսական քաղաքականությունը ինչպես է գնահատում Չինաստանի Իրանի հետ մենք բաց ենք թողնում չէ հնարավորություններ լուրջ հնարավորություններ են բաց թողնում Իրանի հետ Չինաստանի հետ մտերմանալու առհասարակ ինչպես է գնահատում Հայ-ռուսական Մենք փոխում ենք հարցը, հարկերը բրծան։ հա դե ոնց հասկացա Կողմը մարդիկ հարց ունեն հարկերից։ Հարկերը վերջացնեն ձեզ պատասխանում։ Ինչ գնահատական կարող եք տալ այն կառավարությանը, որ կարողանում է նման հարկային օրենսգիր ընդունել փոքր ու միջին բիզնեսը։ Հիմա ես տանտը չտամ, ես դեպք քվարկեցի, բացասական գնահատական նշանակում։ Այս պայմանն էլ ասում է կառավարությունը արի խոսք։ Բերեք հավաքենք, այնտեղ գրաֆիկ եմ նշանակել, ասիկ ինչ գնահատական տամ։ Այն փուլին, որ քվարկեցիք, բացասական։ Հիմա էլ բացասականն է, դեռ մեր ավարտականը չեն ընդունել։ Ինչ եք ուզում ասել, այսինքն ձեր հարցի իմաստը ինչ է։ Տարբերակ ուներ կառավարությունը ուրիշ կողմով գնալու։ Ինչի։ Չհասկացա հարցը։ Նկատունի երևի կառավարությունը ուներ տարբերակ ավելի լավ ձևով, հա մշակումը իրականացնել։ Ուկրաինայի չկարար չբերել սարկային օրենսգիր։ Ակես բա։ Կամքյապ է։ Այսինքն տարբերակ ուներ։ Ոնց որ մեկը ձեզ ապտակի, հետո գնա միլիցիա արտարան ասել տարբերակ ունի, ինչ ապտակի։ Չհասկացա ձեր հարցը։ Ներողություն, որ այդպես եմ ասում, բայց մոտարապես ուզե հաջորդ չէր ասած։ Հաջորդը Անցնենք հա այդ հաջորդ հարցին։